Պրտֆելը նորաձև է, արշավը սահուն տեղափոխվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճ։ Վարչապետը ընթերցանության դասեր տվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահպանողական խմբի խոսնակ Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեին, հորդորելով կարդալ Վաշինգտոնի ոչ ծավալուն փաստաթղթերը, կարդալ վերջապես։ Թողեք մեզ ասել հիմնական տարբերությունները ձեր ընկալման մեջ Զանգեզուրի միջանցքի, ինչ տարբերություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումների միջև։ Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Ահա այսպիսի հանդիմանանք լսեց բրիտանացի պատվիրակը ի պատասխան իր հարցին։ Կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին։ Իսկ իշխանական քարոզիչները տարածեցին լուր, որ բրիտանացի պատվիրակին այդ հարցը հուշել է Էդմոն Մարուքյանը։ Եվ ուրեմն այցելենք նրան։ Ձեզ մեղադրում են, որ դուք վերահսկում եք բրիտանական պատվիրակներին եւ հարց եք ուղարկել հատուկ ադրբեջանական խոսույթով հարց, որպիսի բրիտանացին այդ հարցը ուղի Նիկոլ Փաշինյանին։ Արել եք դա եւ ինչու եք օրինակ արել տենց բան։ Մի կերպ եմ զսպում իմ ծիծաղը, բայց ուզում եմ ասել, որ իրապես ինչ որ քրքրել են եւ գտել, որ այդ պատվիրակը այն ժամանակաշրջանում, երբ որ ես եղել եմ իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, նույն հանձնաժողովից է եղել, բավականին հարգարժան մարդ են, բայց նա միշտ հայանպաստ է գործել եւ այդ հարցն էլ է եղել հայանպաստ, բայց քանի որ այդ հարցը բացահայտում է իշխանության արարքը հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա համար նյարդայնացրեց Փաշինյանին եւ հարցի բովանդակությանը չարձագանքեց։ Նա ասում էր, պնդում են, որ Զանգեզուրի միջանցք կա դա։ Հիմա եթե դա միջանցք կա, Ադրբեջանի օգուտը գիտենք։ Հայաստանի օգուտը որ նա ասեք մեզ։ Փաշինյանը սկսեց խոսալ, որ չի կարելի ասել Զանգեզուրի միջանցք։ Եղբայր բովանդակությանը անդրադարձի։ Դու բովանդակային ինչ ես ստորագրել։ Ասում եք, ձեզ որտեղից է այդ արտահայտությունը։ Որտեղից եք ասում։ Ես դա եմ ասում, այդ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի որտեղից է։ Ալիևն է այն դրաշրջանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը երբևէ դատապարտել է Ալիևի այդ թեզի զարգացման process-ը եւ Ալիևի այդ հայտարարությունը ուղիղ դատապարտած կա, որ հիմա բրիտանացի պատգամավորի ասած է դատապարտում է։ Ինքնահաստատվում, ասենք, Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողով։ Ես ասեմ, որ շատ վատ տպավորություն է թողել ինքը պատգամավորների մոտ։ Եվ խայտառակություն էր այդ այցը։ Վերջին շաբաթներին վարչապետը տարբեր բարձր ամբիոններից խոսել է խաղաղության եւ չհստակեցված միջանցքի մասին տարբեր շեշտադրումներով։ Պատվիրակները ի վերջո կարող են ոչ միայն կարդալ, այլ նաեւ լսել։ Կարող են դիտել ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հենց վարչապետի ելույթը, ինչպես նաեւ Ալիևի եւ այլ պաշտոնյաների հայտարարությունները, թե տարբեր միջազգային ամբիոններից, թե իրենց հայրենիքում, որտեղ միջանցքը Զանգեզուրի է եղել միշտ եւ մնում է Զանգեզուրի հիմա էլ։ Մարդու իրավունքների բաստիոն է համարվում Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը։ Գնալ հասնել Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողով։ Այնտեղ քեզ հարց տանասեն, Արցախի ժողովուրդը պետքա վերադառնա, թե չէ, դասես չէ պետքա մնան ՀՀ քաղաքացիություն ստանան։ Այսինքն մարդու իրավունքները ժխտես, այդ մարդկանց անկախտելի իրավունքները արհամարես չես ուզում, կարող ես ասել ես չեմ կարող այդ հարցով զբաղվել։ Այո, նրանք ունեն իրավունք, բայց Հայաստանը այդ հարցով չի զբաղվում։ Հիմա միուտեղն ուրիշ հարց առաջանում է, թե Հայաստանը այդ հարցով չէր զբաղվում։ Ինչու էր միանում Ադրբեջանի պահանջը կատարում եւ լուծարում ԵԱԿ Մինսկի խումբը։ Եվ ես կարծում եմ, որ հերթական հայտարարություններ։ Ինչ վերաբերում է, որ մենք հարց ենք ուղարկում, բան կներեք, դա օրինակ դուք կարող եք, գուցե դուք այնքան ազդեցիկ գործիչ եք աշխարհի մակարդակով, որ ինչու մտածենք այդ ուղղությամբ։ Գրել են, որ դուք հարց եք ուղարկում, մարդը վեր է կենում եւ այդ հարցը տալիս է։ Ընդհանրապես կա այդպիսի պրակտիկա։ Նման պրակտիկա կա, այո, կարող են հարց ուղարկել։ Ես եթե հարց ուղարկել եք։ Ես եթե հարց ուղարկեի, կուղարկեի քաղաքաբանտարկյալների մասին, ամենայն անկեղծությամբ, բայց չեն կարող նման բան։ Կտայիք դուք անձամբ։ Ես ես հույս ունեի, որ մեր պատգամավորները այդ հարցը կտան, որ չեն արել։ Ես հարց կտայի ընդդիմադիր պատգամավորները, որ Հայաստանի Հանրապետությունում հենց հիմա բանտերում կան քաղաքական բանտարկյալներ։ Դուք եկել եք մարդու իրավունքների Եվրոպայում ամենահայտնի ամբիոնը եւ պնդում եք, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհ է գնում։ Պատասխան տվեք։
Ինչպես եք մարդու իրավունքների չափանիշները ոտնակող արել ձեր երկրում։ Բայց ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ միջազգային քաղաքական հարթակներում Հայաստանի անունը նախաստորագրումների վկա Թրամփը շարունակաբար շփոթում է։ Մի քանի անգամ Հայաստանը դարձրեց Ալբանիա, հիմա էլ վարչապետի անունը մոռանալով նրան ուղղակի կոչում է այն տղան։ Բայց դե խաղաղությունը դեռ մանուկ է, նա կարող է դեռ անուն էլ չունենալ։ Ես խաղաղությունը համատել եմ նոր ծնված երեխայի հետ։ Այս խաղաղության մանկիկը ծնվեց դժվարությամբ, այսօր այն արդեն 1.5 ամսական է, բայց արդյոք առողջ է նա, կենսունակ է գոնե այնքան, որ ապրի մինչև առաջիկա ընտրությունները, որտեղ այդ փոքրիկ մանկիկը պատրաստվում է օգտագործվել որպես մեծ հաղթաթուղթ։ Խաղաղություն, այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ անգնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է, հա? Երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի, ես դες կարող եմ դա վստահեցնել։ Սակայն ընդդիմադիրները կանխատեսում են հակառակը։ Նրանց կարծիքով փաստաթղթի էլեկտորալ արժեքը մաշվեց շատ արագ։ Մեղք էր երեխան, դեռ նախածնված արդեն վարկաբեկված է։ Տղա ջան, եթե դու գնացել ես իբրև թե այդ խաղաղությունը արդեն պայմանավորվել եք, ինչու է Ալիևը կոնֆլիկտային խոսույթով արտահայտում։ Այդ նշանակում է, որ դուք խաբում եք ժողովրդին, ինչպես խաբել եք 7 տարի շարունակ, ոչ մի խաղաղության մասին խոսք չկա եւ չի կարող լինել, եւ ՄԱԿ-ի ամբիոնից դու կանգնեցիր եւ այդ մասին ինքը քո փչած փուչիկը, խաղաղության փչած փուչիկը ինքդ էլ պայթեցրիր։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իշխանությունները բաց թողեցին խաղաղության համաձայնագիրը շատ արդյունավետ օգտագործելու պահը։ Հիմա ես մտածում եմ, թե քարոզարշավի ժամանակ նախընտրական էլ ինչ փուչիկա փչելու, որտեղ գոնե խաղաղության այդ փուչիկը պայթեցվեց։ Բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները։ Ուրա ձեր հեղափոխությունը, ոստես թողում եք համակերպվում, եք դուք այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ ագրեսիվ խոսույթը ավելի շատ այն մասին է, որ նրանց չի ստացվել նրանց մոտ կապիտալիզացնել Վաշինգտոնում ստացած փաստաթուղթը։ Եվ այն, որ խաղաղության փոքրիկ մանուկը չի կարողանալու դառնալ ընտրությունների համար մեծ գործիք, որոշակի խոճապային տրամադրություն է ստեղծել իշխանության շարքերում, կարծում է Էդմոն Մարուքյանը։ Շաքե Աղոյան, Հրապարակ։